Այսօրվա իշխանության ղեկավարը նախապատրաստվել է եւ հետեւականորեն իրականացնում է հակառակորդի, այսինքն թուրք-ադրբեջանական տանդեմի, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պահանջները։ Տարիներ ի վեր մենք խոսում ենք դրա մասին, որ տեսեք, պարտված իշխանությունները անդադ գտնում են ճնշումների եւ պարտադրանքի ներքո եւ եթե այսօրվա իշխանությունները փոքր-ինչ մեր հայրենիքը սիրեին, փոքր-ինչ մտածեին դրա մասին, իրենք շուտվանից հրաժարական տված կլինեին, իսկ կատարում է հետեւյալը, կատարում է այն, որ իրենք մեր ժողովրդին, մեր դիմադրության բոլոր օջախներին պատերազմ են հայտարարել հակառակորդի մոտ խաղաղություն մուրալու համար։ Ինչու չստացվեց, որովհետեւ պետության բոլոր ռեսուրսները եւ նաեւ քանակական առավելությունը նույն ազգային ժողովում իրենց ձեռքում է եւ այստեղ կարծում եմ, որ ընդդիմությունը եւ ազգային ժողովում դիմադրողականությունը բարձրացնելու եւ նաեւ ազգային ժողովից դուրս համախմբման խնդիր ունի, կարծում եմ, որ ընդդիմության լիդերները եւ այն մարդիկ, ովքեր որ տուժել են, այսօր այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանում են։ Տեսեք ինչ է կատարվում։ Հիմա բոլորս հավաքվել ենք այստեղ ի աջակցություն մեր դաշինքի ղեկավարին Ռոբերտ Քոչարյանին, ամբողջ ընտանիքի նկատմամբ հետապնդում է իրականացվում, հետապնդում են իրականացվել մինչև այս բոլոր քաղաքբանտարկյալների նկատմամբ։ Ձեր նկատմամբ էլ դուք էլ չեք, ձեզ էլ չեն շրջանցել։ Տեսեք, ի ուրախություն մեր ժողովրդի, ես կարող եմ ասել նրա, որ որքան էլ որ փորձում են վախ սերմանել, այնուամենայնիվ այդ դիմադրության ոգին ժողովրդի մոտ, լիդերների մոտ, ղեկավարների մոտ բարձրացած է եւ այլևս ոչ ոք չի վախենում։ Սա այս հետապնդումները, քաղաքական հետապնդումները, անհամաչափ ուժի կիրառումը խոսում է ցածր հոգեբանական ոհմակային տրամադրությամբ գործող իշխանությունների մասին։ Ինչ է նշանակում, ասենք, այդ քանակական առավելությամբ, ԱՂԾ-ով, չգիտեմ, մնացածներով գնալ առավոտ շուտ մտնել ընտանիքներ եւ ահաբեկել, մարդկանց ծանուցում տվել եք, այդ ծանուցման արդյունքում մարդիկ ներկայացել են, չեն ներկայացել, կարելի է չէ այդ օրենքի շրջանակներում ամեն ինչ իրականացնել։